Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, թե պատրաստ են Հայաստանի հետ գալ խաղաղության, սակայն հետաքրքիրն այն է, որ այս խաղաղության ֆոնին ապատեղեկատվություններ են տարածում, թե իբրև հայկական կողմը կրակ է բացում իրենց ուղղությամբ։ Արին Նուրեյեմը հարցախույզի միջոցով քաղաքացիներից փորձեց պարզել, թե ինչ են կարծում այս առթիվ։ Դա հերթական մեդիա տերորն է Ադրբեջանի կողմից, վախեցնելու, սարսափի մեջ պահելու, բայց իրականում մենք այս կարգավիճակով չենք կարելի կրակ բացենք։ Իսկ խաղաղություն հնարավոր է, թե ոչ։ Խաղաղությունը պարտադրում են։ Իհարկե Ալիևի պետքա պատժվի։ Անպայման Ալիևը պետքա պատժվի։ Վատը այն է, որ մեր պետությունը ոչինչ չի անում։ Թույլ խաղաղություն կլինի ըստ ձեզ։ Իհարկե ոչ։ Թուրքի հետ հնարավոր չի խաղաղություն երբեք։ Տեսեք, տեղեկատվական տեսանկյունից անվտանգության պետք է ֆիքսել, երբ թշնամին անընդհատ մի քանի օրվա դրությամբ տարածում է նման տեղեկատվություն, դրանից հետո կարող է տարածի, որ ավելի խոշոր տրամաչափի ուրեմն ռազմական տեխնիկայի կիրառվում, դա նշանակում է հետևյալը, Ադրբեջանը կամ պատրաստվում է որևէ էսկալացիայի, կամ Ադրբեջանը փորձում է նման կերպ, որոշակի գործողություններ չգիտեմ, կամ փոքր կամ լայնամասշտաբ գործընթացներ նախապատրաստի, որի հետևանքը խաղաղությունը չի։ Խաղաղության գնացողը չի պարտադրում քեզ համադրություն փոխես։ Խաղաղության գնացողը գերիներ երկրում չի պահում ու նման ֆաշիստական քայլերի դիմում։ Խաղաղության գնացողը չի ստորացնում քո ղեկավարությունը, չնայած մեր ղեկավարությունը որպես այդպեսի ոտքից գլուխ ստորացված է։ Բացառվում է խաղաղություն, էսկալացիա այո հնարավոր է, նրանք ովքեր հետևում են այս երկու Իրանի գործողությունը եւ Իսրայելի ուրեմն լրատվականների տարածած տեղեկության հնարավոր Իրանի հարձակման վրա, կարծում եմ դա նաեւ կարող է առիթ հանդիսանալ Ադրբեջանի համար նոր էսկալացիա եւ իրենց ասած միջանցքը չէ պարզապես, այլ իրենց ստրատեգիական տեսանկյունից կարևոր հատվածը վերցնելու համար։ Ինչ մնում է մեզ, կա պարզ ճշմարտություն մեր հայրենակիցներին։ Կանիկոլ չկա Հայաստան, այն ժամանակ մենք ասում ենք կանիկոլ չկա Արցախ, հիմա ասում ենք հետևյալը։ Տեսակ որ եղավ, կանիկոլ չկա Հայաստան, չկանիկոլ կա Հայաստան։ Այդ կոնցեպտն է, որի լուծումը պետք է տա ժողովուրդը։ Ադրբեջանը ինչ է հետաքրքրում։ Դա սա սուտ բաներ է։ Ուրիշ խաղաղություն պետք է, բայց սա սուտ է, Ադրբեջանը միշտ սուտախոս է եղել։ Ես օրինակ շատ կուզեմ, որ խաղաղություն լինի, բայց Ադրբեջանի պահով չգիտեմ, որտեվ իրանց պրեզիդենտը ուզում է կռվի։ Հենց նախագահն է հայտարարել, որ պատրաստ է Ադրբեջանը։ Մենք շատ ուրախ ենք այդ լուրը լսելու համար, շատ ուրախ ենք։ Իսկ ինչ կասեք, որ անդադար այդ ֆոնին խաղաղության ապատեղեկատվություն են տարածում, թե իբր հայկական կողմը կրակում է իրենց ուղղությամբ։ Դե դա արդեն ապատեղեկատվություն է, պետքա չհավատան, որտեվ կարելի է, որ սուտ լուրեր տարածվի։ Ադրբեջանի կողմը խաբում է, այդքան բան։ Իսկ խաղաղություն հնարավոր չէ Ադրբեջանի հետ։ Եթե ստորագրեն էլ դա այն մարդիկ չեն, ավելի Ալիևը այն մարդը չի, որ կարելի է իրեն հավատալ։ Ինքը ասում է մեզ չի կարելի հավատալ, իսկ մենք ասում ենք իրեն չի կարելի, քանի որ ինքն է ավելի շատ սուտ խոսացողը, քան թե մեր մասին է դա տարածվում։ Չեմ հավատում, որտեղ այնքան է խաբել, որ արդեն չեմ հավատում։ Իսկան բան։ Ալիևը միշտ տենց խոսացել է, Ալիևի խոսանը խոն չեք նայելու։ Մի բան պետք է անենք։ Խաղաղություն բայց հնարավոր է։ Հնարավոր է նայած ինչ քաղաքականություն կվարեն մեր իշխանությունը, դա դիվանագիտական քայլեր կանեն։ Ես հավատ չի ներշնչում իր ասածը, որ ընդհանուր առմամբ ես ատում եմ այդ մարդուն։